չեմ լսել Սա էլ էսպես Սա երկի ոչ չլինի սա Սա թերևս Աշոտ Աթոյան, 50 տարեկան, ամուսնացած է, երեխա չունի, աշխատում է թերթի խմբագրությունում որպես գլխավոր խմբագիր Սա այն հոդվածներն է, որ ուզել էիր բերել եմ Դու վերջը չսովորեցիր, չէ, դուրը թակել նոր ներս մտնել Բայց ես միայն քեզ մոտ եմ առանց թակելու մտնում Հա, բայց ինչի միայն ինձ մոտ Դե, որովհետև մենք ընկերներ ենք Շուշան, 47 տարեկան, ամուսնացած չէ, խմբագիր է Շուշան, մենք գործ ընկերներ ենք, կոլեգաներ Վիրավորում ես ինձ պարոն վերադաս Լավ, մի վիրավորվիր Նստիր ես տեսնեմ ծանոթանում սրանց Միան չխանգարը, չքոսես ընգած Պաստորեն բարեկիր ձևով ինձ դուրս ես հրավիրում Չէ, եթե ուզում ես կարող ես նստել, բայց չխոսես Ավելի լավ է ես գնամ, հա Շուշան, դու որը 5 րոպե չես կարող չխոսել Հարցը չխոսելը չի Բան նրանում է, որ ես քեզ ասելու բան ունեմ Ասելու բան ունես, ես ասում եմ Հիմա ասեմ Միա ինչ տարբերություն հիմա թե հետո Թե հոդվածը կարդաս հետո ասեմ Շուշան, ասա ինչ ես ասելու, խոսի լսում եմ Աշոտ ջան, այն ինչ որ ասելու եմ քեզ Կարող է դրանից տրամադրությունը տնկնի ու հոդվածը չկարողանաս կարդալ Ետ ինչ պիտի ասես, որ Շուշան, ասա լսում եմ Ուրեմն էսպես Ընդմիջումից վերադառնալուց Կնոջդ տեսա Կնոջս? Հետո ինչ Լսիր Մի հատ մինչև վերջ լսի հետո խոսի, հա? Լավ, լսում եմ, ասա, ասա լսում եմ Ասեմ, որ կինդ մենակ չէր Մենակ չէր? Իսկ ում հետ էր? Մի անծանոթ երիտասարդ էր, բայց շատ համակրելի Սպասի Ես ասես անծանոթ տղամարդու հետ? Հա, Աշոտ, որ կին լիներ ինչի պիտի գայի ասեի Մի րոպե, Շուշան, մի րոպե Կինս անծանոթ երիտասարդի հետ էր? Այո, եւ ասեմ, որ շատ համակրելի երիտասարդ էր Իսկ որտեղ ես տեսել? Այստեղ, այգում Այգում? Ինչի ինը? Տեսնած իրար հետ զրուցում էին Զրուցում էին Լավ, իսկ ինչի մասն էին զրուցում, դու լսեցիր? Չէ, ես չէի կարող լսել, որովհետև ես հեռու էի Միայն տեսա, որ իրար հետ շատ ջերմ զրույց են անում եւ մերթ շփտում իրար Շփտում, հա? Շուշան, բա դու չմոտեցար իրենց? Լսի, ես ինչ գործ ունեմ, որ մոտենամ իրենց Ուրեմն դու տեսար իրենց, թողեցիր եկան էստեղ? Ես սպասեցի իրան գնացին, հետո եկա Սպասի, նրանք միասին գնացին? Դե հա, միասին գնացին Շուշան մի րոպե? Իսկ ո՞ր գնացին? Դու հետաքրքիր մարդ ես, բայց ինչ իմանամ որ գնացին, ոչ էի հետևելու Ես հիմա կզանգեմ Ստոպ, Աշոտ, դա վատ միտք է Ինչի՞? Գիտես ես ինչ եմ մտածում Ես կարծում եմ, որ դու պետք է հենց հիմա գնաս Գնա? Ուր գնամ? Դե, ձեզ տուն Մեր տուն Սպասի Դու ուզում ես ասել, որ նրանք միասին գնացել են մեր տուն? Շատ հնարավոր է, որովհետև կինդ գիտի չէ, որ դու այդ ժամին տանը չես լինում Շուշան ճիշտ ես ասում Վայ ես գնաց Գնում եմ, հենց հիմա գնալու եմ ճիշտ ասում Դե գնալ հերիք խոսում, հետո մի դես ասում շատ ախոս Գնում եմ, Շուշան, գնում եմ Սա, ես տող սանդ Հա, ես սա ցույց կտամ Հիշում ես մեր կուսինը օրեկին Նորա, 30 տարեկան, Աշոտի կինն է, չի աշխատում Հա, ինչ արդ
Էրիկ 30 տարեկան, ամուսնացած չէ, Նորայի համակուրսեցին է եղել։ Գիտես չէ՞ ինչ լավագործելը։ Ինչ լավ որտեղ աշխատում։ Բիզնեսմեն ա որ թե չեմ իմանում։ Թողես դերակցություն թող։ Լրիվ թողել ա։ Բայց ես սովորելու ժամանակ էլ զգում եմ, որ այդ իրան դիպլոմ է, պետք ինքը դիպլոմ ունեցավ, ինչ լրագրող ենք իբր գնացել ենք բանը։ Աշոտ։ Չէիք սպասում, չէ՞։ Չէ, Աշոտ ջան, հենց քեզ էինք սպասում։ Հաստորեն այս ամենը ճիշտ է։ Աշոտ ջան, ծանոթացիր, համակուրսեցի սա։ Էրիկը, ծանոթացեք։ Բարև ձեզ։ Շատ ուրախ եմ, պարոն Աթոյան։ Ես ինձ ապուշի տեղ գրել, հա։ Ձերքդ հերո քաշքան չեմ կոտրել, այ։ Աշոտ ջան, ինչ է կատարվում քեզ հետ։ Ինչ։ Ես գնում եմ աշխատանքի, իսկ դու իմ թիկունքում սիրեկան ես խաղացնում, հա։ Աշոտ, ինչ սիրեկան, ինչ ես խոսում։ Լսեք, դու լրիվ ճանապարհին լրիվ, չի ավելի ճիշտ։ Ազատին բնակարանում քանի համբերությունից չի հատել։ Աշոտ, հանգստացի մի րոպե ու լսի։ Ասում եմ ազատի բնակարանս։ Պարոն Աթոյան, դուք իրոք սխալվում եք։ Ես գնում եմ։ Նոր այսօր վերեցի, ես ինչ կշամացում ես դու անում։ Բայդուրը։ Դե հիմա բացատրիր, թե այս ամեն ինչը ինչ է նշանակում։ Ոչ սիրելիս, այդ դու պետք է բացատրես, թե այս ամենը ինչ է նշանակում։ Լսիր, Էրիկը համակուրսեցի սա։ Մենք միասին սովորել ենք ժուրնալիստիկայի բաժնում։ Ինքը ինձ ասեց, որ աշխատանք չունի։ Ես էլ ասեցի, խմբագրությունում մասնագետ չկա։ Բերեմ ծանոթանաս։ Սիրելիս, այդ հեքիաթներդ կգնաս ծնողներիդ կպատմես, քանի որ դու հենց հիմա այս տունը լքելու ես։ Ինչ։ Դու մտածում ես, որ ես քեզ դավաճանում եմ, հա՞։ Նորա, ինչպես կարող է, Նորա, ինչպես ես չէի մտածում, ես աչքերով տեսա։ Լսիր, ինչ տեսա։ Ինչ որ տեսա, ինձ լրիվ էիք է։ Ես չեմ հասկանում, ինչ է հետը։ Նորա, ինչպես դու կարող ես, ինչպես կարող։ Աշոտ, Աշոտ, հանգստացի։ Ես ասում եմ հիմա դու սիրում ես ինձ։ Աշոտ, ես իսկապես քեզ սիրում։ Գորը հիմա մի սատի Նորա, մի սատի։ Աշոտ, լսի, ես ինչ եմ ասում։ Նորից եմ կրկնում, Էրիկը ինձ հետ սովորել է ժուրնալիստիկայի ֆակուլտետում։ Ես նրան բերեցի, որ ծանոթացնեմ քեզ հետ։ Ասեցի կաշխատի մոտդ, այդ մարդը ինձ խնդրեց։ Եվ դրա համար դու նրա բերեցիր մեր տուն։ Ես չբերեցի, ես հրավիրեցի, որովհետև մեր տանը ինքը շատ մոտիկ էր։ Հա։ Հա, Աշոտ, ես չեմ հասկանում, ես ինչ ես մտածում։ Նորա ջան, ինչ ասեմ, Նորա ջան, դու ձեզ տեսա երկուսով միասին նավախը ամբողջ աշխարհը փուն եկավ գլխից, Նորա, Աշոտ, ես քեզ մի անգամ խանդելու առիթ տվել եմ։ Չէ, Նորա ջան, չի եղել այդպես։ Դու գիտես չէ՞ որ ես քեզ հետ սիրելով եմ անում։ Գիտեմ, Նորա ջան։ Բայց ինչի մտքեր են։ Կներես, չի կրկնվի։ Հիմա այս ամեն ինչը հանում ես ուղեղիցդ, լավ։ Լավ։ Հիմա նստիր ու հանգստացիր։ Իսկ ես խայտարակ եղա, ես ուղղակի խայտարակ եղա, ամոթ եմ, խեղճ տղա։ Նորա ջան, կներես, հիմա մարդ եմ, սխալվեցի։ Մենք պետք է ներողություն խնդրենք Էրիկից։ Բայց նա գնաց ինչպես ներողություն։ Ես կմտածեմ, անցի նստիր։ Տեսա՞ր։ Հա, հենց այդտեղ նստիր ու հանգստացիր։ Կաթիլներ բերեմ Բեր, հանգստացիր։ Նորա ջան, բեր։ Նստի։ Նստած եմ, Նորա ջան։ Մեկ տարի առաջ Աշոտն ամուսնացավ Նորայի հետ, որովհետև հավատաց, որ վերջինս իսկապես սիրում է իրեն։ Բայց չնայած դրան, Աշոտը հասկանում էր, որ խանդ է երիտասարդ կնոջ հանդեպ ու վախը, որ Նորան կարող է օրերից մի օր իր հասակակիցների կողմը նայել, իրեն հանգիստ չեն տալու։ Սկզբում, տեսնելով Էրիկին իր բնակարանում, Աշոտը մտածեց, թե եկել է այդ չարաբաստիկ օրը։ Սակայն Նորան կարողացավ համոզել ամուսնուն, որ նրա խանդը պարզապես անիմաստ է։ Չէ, սա հաստատ Շուշանը չի։ Մտեք։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Իհարկե, համեցեք, բարև ձեզ։ Աշոտ, Էրիկ, շատ հաճելի է։ Նստիր, Էրիկ ջան, նստիր։ շնորհակալ եմ, նստիր։ Էրիկ ջան, ինձ կներես երեք շատ անախորժ դեպք կատարվեց թյուրիմացություններ։ Հասկանում եմ։ Այսպես անենք, եկեք մոռանանք, հա, երեկվա մասին։ Ընդհանրապես մոռանանք։ Ոչ մի խնդիր։ Շատ հաճելի է։ Ուրեմն այսպես
Ինձ ասացին, որ դուք ուզում եք մեզ մոտ աշխատել, հա? Իսկ միջև Հայաստան վերադառնալ դուք որտեղ եք ապրել։ Ես ինստիտուտն ավարտելուց հետո Ուկրաինայում եմ ապրել։ Այսինքն սովորել եմ ու աշխատել եմ Ուկրաինայում, դրանից հետո աշխատել եմ, հետո դուրս եմ եկել աշխատանքից, որովհետև պայմանները լավ չէին, մի խոսքով, այդպես։ Հասկանալի է։ Դուրս եք եկել, հետո անցել եք շինարարության, հա։ Հա, ինչ իմացեք։ Դե հիմա այդպես են անում։ Մի խոսքով, սա ինչ է։ Սրանք իմ փաստաթղթերն են, դիպլոմս, ռեզումես ու մնացած թղթերը։ Յա, տվեք ինձ։ Ես հետո 28 եմ սրել։ Ոչ եք նեղանում։ Չէ, ինչի համար։ Բարձրապես շատ եմ զբաղված, ես հետո անպայման կկարդամ, լավ։ Հասկանում։ Իսկ այստեղ ձեր հեռախոսյանը կա։ Չէ, ճիշտ ասած չկա, բայց Նորայի մոտ իմ բջջայինը կա, ինքը կարող է տալ։ Նորայի մոտ բջջայինը կա։ Այո։ Լավ է, դեպքում ես նորից կվերցեմ ձեր համար։ Ինձ համար դժվար չի կարող եմ հենց հիմա գրել։ Չէ, հարկավոր չի, ես նորից կվերցեմ ձեր համար։ Շատ լավ։ Դեպքում ես գնամ։ Իհարկե կարող եք։ Հաջողություն։ 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 Ես կկարդամ։ Բարև ձեզ։ Բարև։ Հաջողություն։ Հաջող։ Կարող եմ դուրս գալ։ Շնչիր, շնչիր։ Աշոտ, ես այս տղային եմ տեսել կնոջդ հետ։ Հա գիտեմ։ Ո՞ց գիտես։ Մստիկ ասեմ։ Բա իմացան ինչ եղավ։ Չէ, ինչ։ Երեք։ Հա։ Խայտարակ եղավ։ Ինչու։ Մտնեմ տուն և ինչ տեսնեմ։ Ինչ։ Այս երիտասարդը իմ կնոջ հետ միասին նստած մեր տանը։ Ես այդպես էլ գիտեի Աշոտ ջան, ես ասում էի, չէ, ես մենակ իմ մեռնել օրը չեմ զգում, մենակ իմ մեռնել օրը։ Շուշա, մի րոպե ունակ ես լսելու, թե ինչ պիտի ասեմ շարունակություն։ Երիտասարդ կին։ Այդպես է, երիտասարդ կին ունեցողի վիճակը է դա, նրա աչքը ինչ դրսում է։ Շուշա, թող խոսքս ավարտեմ։ Ես քեզ ինչքան ասեցի, Աշոտ ջան, որ նա քեզ համապատասխան չի, նա քեզանից երիտասարդ է, դու ինչ լսեցիր, փոշմանեցիր, ես հիմա ճիշտ էի։ Շուշա, դու խոսելու հիվանդություն ունես, կարող ես լսել միջև վերջինս։ 20 տարի, Աշոտ, 20 տարի, ահռելի տարբերությունը, ահռելի։ Ինչ, կարող ես փոշմանել։ Շուշա, դու կարող ես լռել, սուս, զատնիս, շարրապ։ Յա, ինչ ես գոռում։ Որ լսես ինձ։ Լսիր, ես շատ լավ եմ լսում եմ, մի մոռացիր, որ ես քեզանից 3 տարի եմ ջահել և ոչ թե 20, և իմ լսողությունը հավանաբար քեզանից լավ է։ Այդ այդ ինչի չես խոսում։ Որպեսի դու լռես և լսես ինձ։ Լավ, լռում եմ։ Փառք ես վերաստված, փառք։ Որտեղ կանգ առանք։ Դե որ մտաղտում ու իրանց վիացին բռնացրեցի։ Հա։ Դուշան, բորբոքված, կատաղած, նես մտամ, բռնեցի նա ձեռքից և դուշը բրտեցի և կնոջս մեղադրեցի դավաճանության մեջ։ Տո շատ էլ լավ արեցիր, շատ լավ արեցիր, Աշոտ ջան, բա ինչ պիտի անեիր, հլետ անամոթներին նայի, ես չեմ հասկանում, լավ անում եք, գոնե ուրիշ տեղ արեք, պիտի տանել հենց դուք, հա, պիտի տանել դու ու հենց ամուսական։ Շուշան, էլի միացան այ կնի, քո կնոք է որտեղ անջատեմ, դու կարող ես լսել միջև վերջ, թե ինչ եմ ասում քեզ։ Գիտես ինչ, Աշոտ, ինձ ոչ մի բան մի ասա, հա, ինձ համար արդեն ամեն ինչ պարզ է։ Շուշան, ես սխալվել էի, Շուշան։ Ո՞նց թե սխալվել էի։ Հա, ես կնոջս անիմաստեղը մեղադրեցի դավաճանության մեջ։ Անիմաստ։ Լսի, դու կարող ես խելացել։ Շուշան։ Ես ինչ եմ ասում։ Այդ երիտասարդը իմի չարոց անուն է Էրիկա։ Իմ կնոջ համակուրսեցին է եղել, միասին են ավարտել, խմբագիր է աշխատել, թողել հեռացել է Հայաստանից, հիմա վերադարձել է, ուզում է աշխատել, կինս էր, նրան բերել էր մեր տուն, որպեսզի ծանոթ հասնի ինձ էր, հիմա հասկացար։ Հասկացա։ Փառքը շատ դերասված, փառքը շատ։ Բայց չհավատաց։ Եվ շատ իզուր, դա քո պրոբլեմն է, որովհետև ես ճշմարտությունը հիմա քեզ ասում։
Ու դու հիմա ուզում ես այս Էրիկ Կոչեցյալին աշխատանքի վերցնել։ Հիմա չէ։ Դեռ գործերը չեմ ծանոթացել։ Վայ, Աշոտ, դու ես ինչ միամիտն ես այդ տղա։ Շուշան, ես հավատում եմ իմ կնոջը, ինչպես ոչ ոքի։ Հիմա տես ես ինչ եմ ասում։ Էստերից հիմա գնում ես դու ուղիղ քո աշխատանքի տեղը եւ աշխատում ես, եղավ։ Դե ուրեմն գնա, զբաղվի քո հիմնական գործը, Շուշան։ Կգնամ։ Եվ գնա։ Ես կինը բարի ես գելիա ես չեմ ասկալու, պիտի խոսի միայն։ Չիտոմ գործ արեք։ Ահա, ինչ էր, որտեղ էր։ Մեստեղ էր։ Հա։ Նորա ջան, ես որոշեցի։ Նարեկը կաշխատի մեր խմբագրությունում։ Հա, շատ լավ է։ Բայց փորձնական։ Հա, ես վստահ եմ, որ լավ կլինի։ Ինքը իրան կարդարացնի ու դու մշտական նրան կվերցնես աշխատանքի։ Լավ, դեպքում ես նրան կզանգեմ և կասեմ, որ վաղը կարող է գալ խմբագրություն։ Հա, շատ լավ է։ Դու կարծեմ նրա ձեռքի համար ունես, չէ՞։ Հա, ունեմ, ուզում ես ես զանգեմ։ Չէ, եթե դժվար չի քեզ համար, համարը իմ բջջայինի մեջ հավաքի, ես կզանգեմ։ Լավ, ոնց կուզես։ Դիսևանի։ Նորա ջան, քեզ որ մի բան խնդրեմ, Էրիկի համարը կճնջես քո բջջայինի միջից։ Ինչի՞։ Դու ուզում ես մտածեմ, որ արդեն էլիս չես խանդում, հա։ Հա։ Այդ դեպքում ո՞րն է պատճառը, ինչի ջնջեմ համարը Էրիկի։ Դե չգիտեմ, Նորա ջան, պարզապես… Աշոտ, ես մտածում էի, որ մենք երեք իրար հասկացանք։ Չէ, հասկանալ հասկացել էինք, բայց դե… Աշոտ, վերջ Աշոտ, եթե նորից չես ուզում ինձ վիրավորել, արի վերջացնենք, լավ։ Լավ, ես հենց հիմա կզանգեմ։ Հալո, Էրիկ, բարի երեկո, Աթոյանն է։ Բարև, Էրիկ ջան, ինչպես ես, լավ ես, հարմարվել ես աշխատանքիդ, հա։ Այո, շատ շնորհակալ։ Շատ ուրախ եմ քեզ համար։ Կներեք, պիտի։ Համեցեք, խնդրեմ։ Բարև ցանտ։ Լավ, դու ոնց ես։ Հա, բանջ ես։ Ահա, մենակ ես։ Ինձ է սպասում։ Հա։ Չէ, սիրում ես չեմ կարող գամ։ Հա, ես քեզ եմ շատ կարոտել, բայց ոնց կամ աշխատանքի։ Չէ։ Կներես մի րոպե։ Ներեցեք պարոն, դուք ինչ որ բան եք ուզում ասել։ Քեզ։ Չէ, ոչինչ, ես գնում եմ։ Չէ, ես արդեն գնացի։ Ես, հա, գնացի արդեն։ Գնացի։ Հա, ցավ։ Հա, չէ, նորմալ է։ Դե, աշխատում եմ։ Շուշան, շուտ, սրտի, հավեր ասնը, Շուշան, միան շուտ։ Արդեն մի քանի օր էր Էրիկը փորձաշրջան էր անցնում Աշոտի խմբագրությունում։ Այս ժամանակահատվածում Աշոտը կարողացել էր մոռանալ իր խանդը, բայց այն, ինչ կատարվեց քիչ առաջ, կրկին արթնացրեց Աշոտի խանդը։ Աշոտը մտածեց, որ Էրիկը բջջայինով խոսում էր հենց Նորայի հետ։ Կասկածը նրա կարծիքով անիմաստ չէր,
որովհետև չափից շատ համընկնումներ կային։ Փոխարենը ես գիտեմ։ Ախր դու որտեղ ես դիմանա Շուշան, որ ես չգիտեմ ինչ կատարվում ինձ հետ։ Որովհետև ես կին եմ, հասկանում ես, ես զգում եմ։ Ադե ինչ կապ ունի որ կին ես, Լսի, յուրաքանչյուր կին զգում է, որ տղամարդը փաղաքշանքի կարիք ունի։ Իհարկե ոչ բոլոր կանայք, խոսքը քո կնոջի չի վերաբերվում։ Էլի կպավ կնոջս։ Հա, ճիշտ եմ ասում։ Ախր Շուշան, այ ցավը տան, մտածի քո մասին։ Ախր դու չես մտածում քո մասին, ինչ կնի, խնդրում եմ, այնի թույլ տուր ես մտածեմ, այ տղավար։ Շան, ես կինն եմ, նա կմտածի իմ մասին։ Տեսա ոնց է մտածում։ Եթե ես չլինեի, հիմա շտապօգնության մեքենան քեզ վաղուց տարել էր։ Շուշան, շնորհակալ եմ դերի համար, ես իմ այնց լավ եմ զգում։ Դե լավ, ես գնացի, սա թող մնա քեզ մոտ, ամեն դեպքում, սա էլ ջիպ է։ Ապրես գնա։ Ապրես։ Չեմ հասկանում, ինչ է կատարում ինձ հետ, Ախր ես հավատում եմ իմ կնոջը, ախր կնոջս հավատում եմ, Աշոտ ուշքի եք, ուշքի եք, Նորավ, դար ես գնում? Ես մենակ չեմ գնում, դու էլ ես ինձ հետ գալիս։ Բայց ուր? Քրոջս ամուսնու ծնունդն է, հրավիրել են։ Ծնողները գալու են? Հա, իհարկե գալու են։ Դե կներես այդ երկում ես չեմ կարող գալ։ Աշոտ, սա շատ հարմար առիթ է հաշտվելու համար։ Կներես, բայց ես չեմ կարող գալ։ Աշոտ, դու ինձ խոստացել ես, չէ՞, որ անպայման կհաշտվես, մոռացել ես։ Չեմ մոռացել, Նորա, բայց ես դեռ պատրաստ չեմ։ Լավ ես մտածել։ Ուրեմն ես էլ չեմ գնում։ Չէ, Նորա, դու գնա։ Ես չեմ ուզում, որ դու իմ պատճառով։ Լսիր, ես առանց քեզ ոչ մի տեղ չեմ գնալ։ Նորա, չէ, դու գնա։ Ես չեմ ուզում քեզ սա պատճառել, դու գնա։ Չէ, ասացի չեմ գնալու, Աշոտ, մենք միասին ենք գնում կամ ես չեմ գնում։ Լավ, եթե գնալու, ուրեմն շուտ եմ գալու։ Դե մնա որքան սիրտ կտա, ես ոչինչ չունեմ ասել։ Ալո։ Լավ եղավ իշխնում։ Տաքսի։ Իսկ այդ երբ զանգեցիր։ Մինչ քո գալը։ Աշոտ, վատ ես քեզ զգում։ Չէ։ Դե ես գնացի, պակա։ Ողջույն։
Նորոչի, ստուն չի եկել, հա? Այո? Հոգնած չէ իր Աշոտ։ Դա արդեն կարևոր չի։ Ուր ես մինչև հիմա։ Մերոնց տանն եմ Աշոտ, մաման ու պապան խնդրեցին, որ այսօր իրենց տանը գիշերեմ։ Փաստորեն, գիշերը տուն չես գալու։ Կնեղանաս, եթե չգամ։ Դե դու արդեն որոշել ես, ինչ ես հարցնում։ Ես դեռ չեմ որոշել, Աշոտ, զանգել եմ, որ քեզ հարցնեմ, եթե չես ուզում, չեմ մնա, կգամ։ Բայց դու արդեն ձերոնց տանն ես, չէ՞։ Հա, բայց դա կապ չունի, դու ասա գամ, թե մնամ։ Դե լավ, մենա ինչ ասեմ։ Ընդամենը մի գիշեր, առավոտ շուտ կգամ։ Լավ, եղավ։ Շնորհակալ եմ, դե քեզ լավ նայ։ Չէ, ես ամենը ինձ արդեն դուր չի գալիս, բոլորովին դուր չի գալիս։ Այո, Բարոս ես պարոնոթն։ բար, Կարելի։ ամես։ Ուշանում ես, Էրիկ, ուշանում ես։ Հա, գիտեմ, պարոնոթյան, կներեք, էլ չի կրկնվի խոստանում։ Իսկ պատճառը կարող է իմանալ։ Հա, գիշերը ուշ գնացի, ճիշտ ասած, բնականաբար ուշ արթնացա։ Ախ, գիշերը ուշ քնեցիր։ Մի րոպե գնաց։ Այո։ Բարի լույս, ես արդեն տանն եմ։ Արդեն։ Բայց դու ասացի առավոտը շուտ ես գալու։ Չէ, Աշերը գիշերը մամայի հետ այնքան ենք խոսացել, շատ ուշ եմ քնել, հետո ուշ էլ արթնացել եմ։ Ախ, ուշ ես քնել, հա։ Հա, մաման հարցախիղճ էր ինձ անում, կգաս տուն կպատմեմ։ Եղավ։ Լավ, կարոտել եմ քեզ։ Լավ, հասկացա։ Մոտդ մարդ կա։ Այո, նա է ուշ եկել։ Ով, այսինքն։ Կգամ տուն կպատմեմ։ Սիրի։ Շնորհակալ եմ։ Քեզ ուզում եմ մի հարց տալ, Ամուսակ, բայց պետք է ինձ անկեղծ պատասխանես։ բնականաբար։ Տղամարդավար։ Իհարկե։ Դու երեք գիշերը ձեր տանն ես գիշերել։ Ինչ։ Ասա այո կամ ոչ։ Ոչ, բայց հարցի իմաստը չեմ հասկանում։ Այսինքն ոչ։ Դու գիշերել ես կնոջ հետ։ Հա, բայց լսեք, պարոն Աթոյան։ Էրիկ, իսկ ասա, կնոջ հետ ես գիշերել։ Հա, բայց պարոն Աթոյան, լսեք դուք։ Այ դու լսիր այն լակոտ։ Ինչ։ Դու դեռ չգիտես թե ես ով եմ։ Ես քեզ այս երկու ձեռքով կխեղդեմ այդ։ Պարոն Աթոյան, ինչ արածես։ Դուք ինձ ապուշտեղ դրել, հա։ Ոնց ուզում եք փառաստում եք, հա։ Երկուսի դեռ կսատկացնեմ, կխեղդեմ այդ, կխեղդեմ այս։ Պարոն, ինչ եք խոսում, ինչ երկու։ Վայ։ Լավ չեք զգում։ Պարոն Աթոյան։ Գնու, սերքեզ։ Սի, Պարոն, ինչ եղավ։ Մի րոպե շտապօգնություն զանգեմ, այ քեզ բա, պարոն Աթոյան։ Պարոն Աթոյան, այ քեզ, ալո, շտապօգնությունն է, խնդրում եմ մեքենա ուղարկեք, սիրտ։ Скуш, Владимир.
Հանգիստ, մի շապի, հանգիստ։ Ուսպես ես բազմություն բարկի։ Շուջան։ Բարկի։ Չես ուզում բարկես։ Չէ, շնորհակալ Շուշան ջան, շատ լավ է։ Վայ, ինչի համար է շնորհակալ Աշոտ ջան, վայ։ Աշոտ ինչ-որ բան ուզես։ Չէ, Աշոտին հիմա ոչինչ հարկավոր չի, Աշոտին պետք է հանգիստ թողնել։ Աշոտ ջան, ասում եմ պարկի հանգստացի։ Այսպես լավ է, Շուշան ջան։ Դու կարող ես պարկես քունդ տանի քնես մի քիչ հանգստանաս։ Ես քնել չեմ ուզում, Շուշան ջան։ Լավ, Աշոտ ջան, ոնց քեզ հարմար է տենց եմ արա։ Վայ Աշոտ, որ հիշում եմ այդ օրերը, որ հիշում եմ։ Դες որ չմտա, գույնը դե ինչ գույն էր, գույնը գցած, հասին ես շնչում։ Այն Էրիկ Կոչեցյանն եմ արձանի պես ցցվել կանգնել ու ոչ մի բան չի անում։ Վայ, փառքդ շատ Աստված ջան, փառքդ շատ։ Այդ ինչ բան էր, որ ես այդ ժամին եկա մտատեղ, հա։ Մի րոպե, փաստորեն Էրիկն էլ այդտեղ եղել։ Հա, բա որ ասում չես հավատում։ Չէ, հավատում եմ տիկին Շուշանը։ Ու ասեմ ավելին, ինքը ոչ միայն այդտեղ էր, նաև ես կարծում եմ, որ այս ամեն ինչը Էրիկի պատճառով է եղել։ Նորա։ Նորա, դու համոզված ես, չէ, որ ես ձեր տուն չեմ զնանք եւ հարցուփորձ չեմ անի։ Դրա համար դու ասացի, որ մնում ես գիշերը ծնողներիդ մոտ, հա? Աշոտ, կարծում եմ հիմա դրա ժամանակը չի, չէ՞ խոսելու։ Շուշան ջան, ես մի բան պիտի խնդրեմ։ Աստված հավատ տանեմ ասի։ Նախ շնորհակալ եմ, որ այսքան օրին կողքին ես եղել։ Հետո կներես մեզ մենակ թող խոսելու բան ունենք։ Հա, բարձ հասկացա Աշոտ ջան, իհարկե խնդիր չկա։ Ես հիմա կգնամ։ Դե քեզ առողջություն, քեզ լավ զգա։ Շնորհակալ Շուշան ջան, շնորհակալ։ Ինչ ասացեմ, դեռ զարանալ չի կարելի։ Դե առողջություն Աշոտ ջան, գնաց։ Ես ձեզ կճանապարհեմ։ Ներություն մի գրի պետք չի, ես կգնամ։ Հիմա բացատրի ինձ հասկանամ ինչ է եղել, ինչ է կատարվում։ Նորա, ես ոչինչ չունեմ բացատրելու։ Ես պարզապես այսպես գնայեմ աչքերիդ մեջ։ Ու քեզ կասեմ, որ դու Հասկացա, էլի պատճառը խանդն է, չէ՞։ Նորա, ինձ շատերն են ասում, որ Աշոտ խելքը գլուխը թավաքիր։ Մի ամուսնացիր քեզանից երիտասարդ կնոջ հետ։ Պրոբլեմ կունենաս։ Ես նրան չլսեցի։ Չհավատացի։ Ես քեզ հավատացի, Նորա, քեզ, իսկ դու Մտածում ես, որ ես գիշերը անց եմ կացրել Էրիկի հետ։ Չեմ մտածում, ես համոզված եմ, Նորա, համոզված եմ։ Համոզված լինելու համար Աշոտ, փաստեր են պետք։ Լավ։ Այդ չարաբաստիկ օրը Էրիկը ուշացավ։ Ես նրան հարց տվեցի։ Ասացի, Էրիկ, այդ գիշեր դու տանն ես անցկացրել, թե ուրիշ տեղ։ Ասաց ուրիշ տեղ։ Հարցրեցի կնոջ հետ, ասաց այո։ Իսկ դրա նախորդ օրը նա բջիջայինով խոսում էր քեզ հետ, իսկ դու նրան խնդրում էիր, որ գա այստեղ, քեզ մոտ մեր տուն։ Իսկ գիտես ինչ, ես արդեն հոգնել եմ արդարանալուց ու բացատրություններ տալուց։ Նորա, իսկ ես հոգնել եմ խաբված և դավաճանված լինելուց։ Լավ։ Այդ դեպքում Աշոտ ջան, ես կգնամ ու քեզ մենակ կթողնեմ։ Չէ, ավելի ճիշտ մենակ չեմ թողնի, կթողնեմ Շուշանի հետ։ Նա քո հասակակիցն է, չէ՞։ Կամ ուսնանաս նրա հետ եւ խանդելու առիթ չի լինի։ Ճիշտ է, իսկ դու Էրիկի հետ։ Հետո Էրիկը քեզ կդավաճանի քեզանից ջահելի հետ։ Գնա։ Ասեմ, որ Էրիկը ընտրյալ ունի ու շուտով պատրաստվում է ամուսնանալ։ Նորա, ետ եկ, Նորա։ Աշոտն արդեն համակերպվել էր այն մտքի հետ, որ կորցնելու է կնոջը։ Սակայն Նորայի վերջին բառերն անակնկալի բերեցին նրան և դրդեցին վերանայել իր որոշումը։ Աշոտն իր բնակարան կանչեց Էրիկին և ստացավ բոլոր այն հարցերի պատասխանները, որոնք մտատանջում էին իրեն։
Աստորեն դու նշանված ես, հա? Շուտով ամուսնանալու եմ։ Եվ այն գիշեր դու մնացել ես նշանածի տանը, հա? Դա ճիշտն ասած մի քիչ ինձ վատ եմ զգում դրա համար, բայց դե պարոն Աթյան, ճիշտ է խոսանք էլի, մեկը ամուսնանալու եմ, ինչ տարբերություն կա, ինչա փոխում դրանից։ Ոնց որ Դու ինչ տեսակ տղա ես։ Ինչ շուտ չէր ասում, հա? Բայց իմ մտքով երբեք չի անցել, որ դու կարող ես նման կասկածներ ունենալ, պարոն Աթյան, այդ ուղղակի մարդուղեղում չի տեղավորվում, ոնց կարող ես ու Նորան այդ աբսուրդ է հասկանում եք, դա հնարավոր բան չի, ելնել են դեպքում, երբ որ Նորան ձեզ այդքան սիրում է։ Սպաս։ Դու որտեղից գիտես։ Ոնց ինքն է պատմում։ Մեր հանդիպման հենց առաջին օրվանից կարելի ասել մենակ ձեր մասին էր խոսում։ Պատմում էր, թե որքան երջանիկ է ձեզ այդ կողմ էր անդադ ձեզ, խոսում էր ձեր նկատմամբ ունեցած իր սիրո մասին, շատ ակնհայտ է, որ ինքը սիրում է ձեզ։ Հիմար եմ, չէ ես։ Պարոն Աթյան։ Չէ, հիմար եմ։ Այս կես մեղավոր չի, Շուշանն է մեղավոր։ Դու չէ, Շուշանն չի մեղավոր, ես եմ մեղավոր։ Ամեն տեղը կամուշած մեղադրեցի դավաճանության մեջ։ Հիմար է, ինչ է։ Հիմար։ Ձեզ մի խորհուրդ կարող եմ տալ, պարոն Աթյան։ Իհարկե ինչ եմ կարող։ Ձեր միջից այդ տարիքային կոմպլեքսը հանեք։ Անկեղծ եմ ասում, մանավանդ ձեր դեպքում, ձեր ու Նորայի դեպքում դա լրիվ ավելորդ է։ Երեք ինչ ես կարծում, Նորան, ինձ կների։ Միանշանակ համոզված եմ, որ այո, ասեմ ինչ, որտեղ Նորան ձեզ այնքան է սիրում, որ ամեն ինչ կների։ Երեք։ Այո։ Ես դու լավ տղ ես, գիտես։ Սպարտացի պարոն։ Նորա! Քեզ Նորա, ես բոլոր կոստումներս փոխացել եմ, գերացել եմ, չի կոչվում դες։ Հա չի լինում բեմի հագի։ Ոնց, հարսանիք եմ գնում, առանց կոստյումի գնում։ Հա ինչ կլինի, համը շատ շոկ է։ Չէ, ես առանց կոստյումի ասում չեմ գնում։ Վայ, Աշոտ, հանի նորմալ վերնաշապիկով կգնաս։ Ինչ անեմ, 1000 կոստյում ունեմ, ոչ մեկը վրա չի լինում։ Աշոտ, կոստյումն է որ քեզ պետք է գեղեցկացնի։ Ասենք ճիշտ ես ասում։ Հարսիլը, դու Էրիկի հասնացուին ճանաչում ես, տեսել ես։ Հա, մեր ինստիտուտից է, իրար հետ էինք սովորում։ Հա, սիրունիքն, հա։ Քեզ ինչ։ Լավ, ներողություն։ Հա, գիտես, այս ամիս էլի հարսանիք ունենք, պիտի գնանք։ Հա, ում հարսանիքն է։ Չզարմանաս։ Դե ասո։ Շուշանի։ Իհարկե, մտածում եք եւ ասած, Աշոտ ամուսնանում եմ ինձանից 10 տարի ջահել երիտասարդի հետ, հա։ Հա, բաց խանդեցի։ Չէ, ես մեն քեզ եմ խանդում։ Շատ իզուր։ Աշոտը փորձում էր ազատվել Նորայի հանդեպ ունեցած տարիքային բարդույթից, չնայած դրա իսպար բացակայությանը հասնելը նրա մոտ այդպես էլ չստացվեց։ Սակայն նրա մոտ ստացվեց մեկ այլ բան։ Աշոտը կարողացավ կառավարել իրեն եւ բացեիբաց ցույց չտալ երիտասարդ կնոջ հանդեպ ունեցած խանդը։